Արցախյան առաջին պատերազմ։ Հրաման ստացվեց լուսաբացին աննկատ անցնել ճակատի գիծը և պայթեցնել թշնամու ճամբարի հետնամասում գտնվող կամուրջը։ Առաջադրանքն իրականացնելու էր փորձառու սպա երկու պատերազմների մարտական բովով անցած Աշոտ Քալանթարյանի ջոկատը։ Թշնամին կարող է նկատել ու ոչնչացնել ջոկատին։ Այդ պատճառով գնալու ենք անաղմուկ, մեկ շարքով։ Լույսը դեռևս չբացված տղաներին շարք կանգնեցրեց Քալանթարյանը։ Ինքը տեղ գրավեց ջոկատի հետնամասում։ Լույսը հազիվ էր բացվել, երբ կամուրջն ականապատեցին։ Միացնելով ժամանակի ռելեն, հրամանատարը տղաներին նորից շարք կանգնեցրեց։ Ինքը կրկին տեղ գրավեց ջոկատի հետնամասում։ Ջոկատը վերադարձավ դիրքեր։ Պայթյունի ալիքը տեղահան արեց կամուրջի սյունները, կամուրջը փլվեց։ Երբ հրամանն արդեն կատարված էր, զինվորներից մեկը հետաքրքրվեց հրամանատարից։ Ինչու եւ գնալուց եւ վերադառնալուց Քալանթարյանը ջոկատի հետևից էր գնում։ Թշնամին կարող էր մեզ նկատել։ Գնալուց կենթանի մնալու ամենաշատ շանսն ուներ շարքի վերջին մարտը։ Քանի որ ես ձեզանից ամենափորձառուն եմ, վտանգի դեպքում ես պետք է կենթանի մնայի, որպեսզի առաջադրանքը կատարվեր։ Իսկ հետ վերադառնալիս ջոկատի վերջին մարտն էր լինելու ամենախոցելին։ Դե, մի խոսքով, առաջադրանքն արդեն կատարված էր։ Ուրեմն ամենախոցելին ես պետք է լինեի, քանի որ ձեզանից ամենատարեցն եմ։ Պարզ թվաբանություն է, տղաս։